Հայաստանի իշխանությունը երկիրը տանում է պատերազմի և ուկրաինացման ճանապարհով։ Անդրանիկ Թևանյանը հիշեցնում է, Կիևը եվրոպական ինտեգրման ուղի ընտրելուց հետո հայտնվեց պատերազմի և ծանր ճգնաժամի մեջ։ Նույն վտանգն ըստ Թևանյանի կարող է սպառնալ նաև Հայաստանին։ Պատերազմը կլինի այն պատճառով, որ Հայաստանը կզրկվի իր անվտանգային կարևորագույն բաղկացուցիչից, այն է հայ-ռուսական հարաբերություններից, որից կօգտվեն Ադրբեջանը և Թուրքիան։ Կոնկրետ տվյալ դեպքում Ադրբեջանը կօգտվի առիթից այնպես, ինչպես 2020 թվականին օգտվեց, երբ որ Նիկոլ Փաշինյանը պարզապես տապալեց բանակցային գործընթացը, ստեղծեց կազուս բելլի Ադրբեջանի համար Տավուշյան, հայտնի ամառային այդ մարտերից հետո, և դրանից առաջ է, քանի որ փչացրել էր դիվանագիտական գործընթացը և փչացրել էր հարաբերությունները Ռուսաստանի հետ, պարզապես մեր թշնամին օգտվեց այդ առիթից։ Նոր պատերազմից խուսափելու և երաշխավորված խաղաղություն ունենալու համար պետք է հունիսի 7-ին կատարել ճիշտ ընտրություն։ Առաջարկ Հայաստանին ծրագրով շարժվելու դեպքում կունենանք երաշխավորված խաղաղություն, ասում է Թևանյանը։ Իշխանափոխությունից հետո նախատեսվում է լուծել մայրաքաղաքի բազմաթիվ խնդիրներ, որոնք հիմա սխալ կառավարման հետևանքով մնացել են չլուծված։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը նպատակ ունի ստեղծել խելացի, անվտանգ և մատչելի մայրաքաղաք, ժամանակակից ենթակառուցվածքներով ու արդյունավետ կառավարմամբ։ Առաջինը կզբաղվեն կանաչապատման հարցով, երկրորդ կետով կլուծեն տրանսպորտի, երրորդով աղբահանության խնդիրը։ Ընդունված է նաև ստորգետնյա աղբամանների տեղադրումը, երբ որ աղբը գետնի տակ է անցնում, երբ որ դուրս են գալիս, մարդիկ գցում են աղբը և գետնի տակ է իջնում, այսինքն քաղաքի արտաքին տեսքի վրա չի ազդում և երբ որ քամի է լինում, աղբը չի լցվում ամբողջ քաղաքով մեկ։ Մեր պարագայում տեսել եք ինչ անհարմար տեղեր են հատկացված աղբի համար, որը և երթևեկությանն է խանգարում, շատ դեպքերում փակելով առաջի սեկցիան մեքենաների համար և նաև սանիտարահիգիենիկ վիճակը շատ ծանր է դառնում։ Առաջնահերթ լուծում է պահանջում նաև ավտոկայանատեղիների խնդիրը։ Նախատեսում են մայրաքաղաքում կառուցել ժամանակակից վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ, որոնք կթեթևացնեն փողոցների ծանրաբեռնվածությունը, կկարգավորեն երթևեկությունը և կբարձրացնեն քաղաքացիների հարմարավետությունը։ Ծրագրի նպատակն է ստեղծել ավելի կազմակերպված, ազատ ու հարմարավետ քաղաքային միջավայր, որտեղ տրանսպորտային խնդիրները կլուծվեն երկարաժամկետ և արդյունավետ մոտեցումներով։ Ուղղահատկացումը քաղաքապետարանի կողմից լինի ամբողջությամբ անվճար և դա իր համայնքային մասնակցությունը ապահովի, ապա մենք հաստատ կունենանք համայնքի և մասնավորի համագործակցություն և ժամանակակից աշխարհի բոլոր մեթոդները կարելի է օգտագործել։ Կարմիր գծերի չեղարկում խոստացած իշխանությունն ավելի քան 13 անգամ բարձրացրեց կետագծերով ավտոկայանատեղիների վճարները, քաղաքացիների վրա դնելով լրացուցիչ ֆինանսական բեռ։ Թևանյանի խոսքով այդ թանկացումներից գոյացած հավելյալ միջոցները ոչ թե ծառայել են քաղաքային խնդիրների լուծմանը կամ ենթակառուցվածքների բարելավմանը, այլ ուղղվել են պարգևավճարների ֆոնդին։ Հայաստանը դատական կարգով վիճարկել է նրանց այս ապօրինի որոշումը և դատական համակարգի միջոցով հաղթել է, բայց օրվա իշխանությունը տարբեր աշխարհությունների դիմելով խուսափում է դատարանի որոշումները կյանքի կոչելուց և շարունակում է թանկ պահել մեր քաղաքացիների համար ավտոկայանատեղիների կարմիր և կապույտ կետագծերով։ Իշխանափոխությունից հետո ուղղված է, որ մենք չեղարկել ենք այդ թանկացման որոշումը և առաջնորդվել ենք դատարանի որոշմամբ, համաձայն որի ծառայությունը 13 անգամ չի թանկացել, այսինքն 12,000-ից չի ավելացել այնքան, որ 160,000 դրամ սարքեն։ Մշակույթի զարգացումը ևս լինելու է ծրագրի կարևոր ուղղություններից մեկը և նպաստելու է նաև զբոսաշրջության ակտիվացմանը։ Նախատեսվում է զարգացնել Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի և урարտական ժառանգության ներկայացման հնարավորությունները, ստեղծելով ավելի գրավիչ և ժամանակակից մշակութային միջավայր զբոսաշրջիկների համար։ Միաժամանակ վերջնական տեսքի է բերվելու Կասկադ համալիրը։ Գաղափարներն արդեն քննարկել են ճարտարապետների և ոլորտի մասնագետների հետ։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։